կարդալ գրքում կյանքը կյանքով վարվող աստղի և անհայտի խորհուրդներում կերտել չամփան մեր տեսիլքի։ Գաղտնիքների սանձը արծաթ դնել հաստատ ջերմ ձեռքերով և հավատքից վշտով ռաթափ քշել քոդին մտրակելով։ Ամեն մի վայրկյան մի գնացք է անցնում, հայտնի և անհայտ հուշի վայրերում։ Ցում է ռավար շոկենետենան և մենք լուր կանգնած առջևը դրան, կատկոտող օրվա թրտի շուշուկով, ասում ենք նրանց, մնաք բարով։ Շուտով ցարական իշխանություններին հաջողվում է խեղդել հեղափոխական շարժումը և Կոնստանտին Եղիազարյանցը որոշում է մեկնել Եվրոպա կրթությունը շարունակելու։ Տարիներ անց, երբ որ Եվրոպա մեկնելու գաղափար է ծնվում իր մեջ կրթությունը շարունակելու համար, նա նախընտրում է Բելգիա, որտեղ ֆրանսերեն լեզուն էր իշխում։ Կոնստանտին Եղիազարյանցը մեկնում է Բելգիա, Բրյուսել և ընդունվում է տեղի ազատ համալսարանը։ Համալսարանն այդպես էր կոչում, այսօր էլ է այդպես կոչում, որտեղ ուսանում է գրականություն և փիլիսոփայություն։ Բելգիան նրա կյանքում վիթխարի դեր է խաղացել, իբրև գրողի և իբրև յուրահատուկ գրողական ճակատագիր ունեցող մարդու։ Միևնույն ժամանակ շարունակում է հետևել իր հեղափոխական մղումներին և շատ չանցած մի ռուս ընկերոջ հետ մեկնում է Շվեյցարիա, Ժնև։ Իր ռուս ընկերներից մեկը ուսանող մի օր նրան համոզում է գնալ Շվեյցարիա, որտեղ հավաքում են ռուս վետարանները, հայ վետարանները, հեղափոխական գաղափարներով տարված մարդիկ։ Այստեղ իրերի բերումով մի ռուս վետարանտի, որ ուսուցիչ է փնտրում որդու և կնոջ համար ռուսերենի, դիմում է Կոստանդզալյանին որոշակի վճարով։ Եվ քանի որ ասում է մենք ազատ ենք չվերադառնալու համալսարան, հանձն է առնում ուրեմն ուսուցչական աշխատանքը և մնում է Ժնևում։ Ժնևում շատ արագ հայտնվում է ռուս ու հայ հեղափոխականների շրջանում, բարեկամանում է շատերի հետ և հայտնվում բախտորոշ ու ճակատագրական իրադարձությունների հորձանուտում։ Հիմա Շվեյցարիայում իրերի բերումով ծանոթանում է բոլշևիկյան շարժման հայտնի գործիչ Միխա Ցխակայայի հետ, որը ուներ սոցիալ-դեմոկրատական որոշակի խումբ։ Ժնևում երկու հիմնական խումբ կար ռուս սոցիալ-դեմոկրատների։ Մի խումբը հավաքում էր Լենինի շուրջը, մյուս խումբը Պլեխանովի շուրջը։ Ինքն ասում է Պլեխանովը հայերին չէր սիրում։ Իր շուրջը հիմնականում վրացիներն էին, մենք Լենինի շուրջն էինք հավաքում, արժան ճաշ էինք ուտում 75 սանտիմով միասին և այլն և այլն։ Եվ մի օր Միխա Ցխակայան ծեծում է իր դուռը, թե շատ կարևոր հանձնարարություն կա քեզ համար։ Ինչ հանձնարարություն, կուսակցությունը դրամի մեծ պետք ունի։ Բայց ասում ես որտեղից կարող եմ դրամ գտնել, դրամ հայթայթել, ասում է դրամը կա, այդ դրամը պետք է փոխանակել, պարզապես։ Եվ ընտրված են 3 ամենավստահելի մարդիկ։ 1907 թվականի հունիսի 18-ին Թիֆլիսի Երևանյան հրապարակում Սիմոն Տեր-Պետրոսյանը, նույն ինքը հեղափոխական Կամոն, իրագործում է իր հայտնի արկածախնդրությունը, կողոպտում է պետական գանձատնից դուրս եկած զինված պահպանության ներքո գտնվող ձիակառքը։ Հափշտակված դրամը նախատեսված էր բոլշևիկյան կուսակցության համար։ Բոլշևիկները կարողանում են դրամը հասցնել Եվրոպա, բայց դա բավական չէր։
Անհրաժեշտ էր դրամատներում, խաղատներում եւ այլուր մաքրել այդ դրամները, այսինքն գողացված ռուսական դրամատղտերը փոխարինել այլ դրամանիշներով։ Այս գործը Լենինի անմիջական որոշումով հանձնարարվում է Կոնստանտին Եղիազարյանցին եւ էլի երկու անձանց։ Մեկը Միհրան Խոջամիրյանն է, Բաքվի միլիոնատիրոջ զավակ, որը չգիտեմ քանի նավթահոր ուներ։ Մյուսը Կոստանզարյանն է, երրորդը հրեա մի կին, Սարա Ռավիչ անունով։ Կոստանզարյանը մեկնում է Փարիզ, որտեղ ծանոթանում է Լիտվինովի հետ, որը բոլշևիկյան կուսակցության նշանավոր գործիչներից մեկն էր։ Ծրագիր է կազմվում, ուրեմն գալիս են Կարլշտադ, ամեն մեկը գրպանում զգալի գումար ունի։ Կարլշտադում փոխանակում են, հետո գնում են Ստրասբուրգ, այստեղ էլ են փոխանակում, հետո պետք է գնան Մյունխեն, որտեղ պայմանավորվել են հանդիպելու, պետք է հավաքվեն Սարա Ռավիչը, Կոստանզարյանը եւ Միհրան Խոջամիրյանը։ Մյունխեն չասած գնացք են բարձանում 2-3 մարդիկ, որոնց իրենք նշանակություն չեն տալիս։ Հասնում են կայարան, կայարանում արդեն իրենց ձերբակալում են։ Մոտ 1.5 տարի մնում է բանտում, նրան ազատելու համար մեծ շարժում է ծավալվում։ Երկրորդ ինտերնացիոնալի քարտուղար Կամիլ Հյուիսմանսը, որը Եվրոպայում ազդեցիկ դեմք էր, Բելգիայի բանվորական շարժման ղեկավարը, նամակներ է հղում գերմանական իշխանություններին։ Բելգիայից գալիս է իր համալսարանի ռեկտորը Ծերունազարդ, ուսանողները ցույցեր են անում, կազմակերպում իր պաշտպանություն իրեն։ Ի վերջո այս բոլորը մի նշանակալից ազդեցություն ունենում են եւ իրենց ազատ են արձակում երեքին 1909 թվականի հունիսի 30։ Առանց որևէ կոպեկի իրեն 75 ֆրանկ դրամ են գտնում, ճանապարհածախս եւ այլն։ Լիտվինովն ասում է գնանք Լենինի մոտ։ Գալիս են Լենինի մոտ, հեղափոխության պանծալի առաջնորդը մարդուն մահացու վտանգի է ենթարկել։ Կոստանզարյանին տալիս է 50 ֆրանկ եւ Իսկրաթերթի մի հավաքածու թևի տակ, որ տանի եւ կարդա։ 1909 թվականին Կոստանզարյանը վերադառնում է Բրյուսել, շարունակելու ուսումնառությունը համալսարանում եւ շատ շուտով հայտնվում է Բրյուսելի հանրային մշակութային կյանքի մեջ, բարեկամանում է նշանավոր գրողների, արվեստագետների, գրական գործիչների հետ։ Դրանց թվում են նշանավոր գրող դրամատուրգ Ֆերնան Կրոմմելնիկը, բանաստեղծներ Իվան Ժիլկենը, Գրեգուար Լերուան եւ շատ ուրիշներ։ Նրանցից շատերի հետ Զարյանը պահում է երկար տարիների բարեկամություն։ Ուշիմ բանիմաց երիտասարդը ֆրանսերեն գրում է արձակ բանաստեղծություններ, սիմվոլիստական փոքրիկ էսսեներ եւ այլն, որոնք տպագրվում են մամուլում եւ իրենց վրա են հրավիրում ոչ միայն ընթերցողների, այլև գրական մշակութային մարդկանց ուշադրությունը։ Էմիլ Վերհարնը, Բելգիայի մեծ բանաստեղծ է, երբ որ կարդում է դրանցից մեկը, մեր արցունքների բոցերը ֆրանսերեն գրված, մակագրություն ունի, այս երիտասարդը ֆրանսերենի մեծ բանաստեղծներից մեկն է լինելու։ Հետագայում Կոստանզարյանը մի առանձին խանդաղատանքով է հիշում Էմիլ Վերհարնին։ Բազմաթիվ հանդիպումներից մեկի ժամանակ Վերհարնը հարցնում է իր երիտասարդ բարեկամին. «Եթե դուք հավատացյալ լինեիք, ինչ լեզվով պիտի աղոթեիք»։ «Հայերեն», պատասխանեցի ես։ «Ահա, արդ ինչ է բանաստեղծությունը, եթե ոչ մշտնջենական աղոթք։ Այդ գիշերը ծագեց իմ մեջ բուռն ցանկությունը սովորելու իմ մայրենի լեզուն»։ Կոստանզարյանի մեջ մեծ շրջադարձ է տեղ ունենում։ Մեծ շրջադարձ։ Մարդը հաջողություն ունի
Ֆրանսա լեզու մամուլում ընդունված է գրական ամենահայտնի շրջանակներում, կարող է շարունակել, բայց թողնում է այս բոլորը։ 1910 թվականին որոշում է գնալ դեպի իր սկիզբը։ Նա որոշում է գնալ պոլիս։ Համալսարանն ավարտելով գրականության եւ արվեստի փիլիսոփայության դոկտորի աստիճանով, Բրյուսելում իր գրություններն արդեն Կոստանձ Զարյան ստորագրող երիտասարդ գրողը 1911 թվականին գալիս է հայ գրականության արևմտյան մայրաքաղաքը՝ Կոստանդնոպոլիս։ Այստեղ Կոստանձ Զարյանը միանգամից մխրճվում է գրական մշակութային կյանքի մեջ։ Ինչու պոլիս, ոչ Երևան եւ ոչ Թիֆլիս։ Պոլիսը եղել է մեր գրականության արևմտահայ մայրաքաղաքը։ Պոլսահայ գրականությունը առաջին համաշխարհային պատերազմից առաջ բացառիկ վերելք էր ապրում։ Բացառիկ։ Եվ հետաքրքրական է, որ պոլիսը ֆրանսալեզու քաղաք էր։ Մինչև իր պոլիս գալը իր գրությունները հայերը ֆրանսերենից թարգմանել եւ հրատարակել էին հայկական մամուլում։ Նա գալիս է պոլիս, գալիս է այդ գրական կյանքին, այդ մշակույթին հաղորդակցվելու մտադրությամբ եւ նպատակով, գալիս է ձուլվելու այդ գրական ընտանիքի, հասնում է պոլիս, հետո տեսնում է, որ իր հայերենը բավական չէ ստեղծագործելու համար։ Դոկտորի գիտական աստիճան ունեցող մարդը որոշում է նորից նստել ուսանողական սեղանի եւ մեկնում է Վենետիկ, որոշում է գնալ Վենետիկ, Մխիթարյան հայրերի մոտ խորությամբ ուսումնասիրելու հայոց լեզու։ Մնում է մոտ 1.5 տարի։ Ինքը վերադառնում է պոլիս, այլևս որոշակի պաշար ունի հայերենին։ Եվ ինքը մտածում է հիմա Պոլսում գրական շարժում ծավալել, նորացնել հայ գրականությունը, նոր խնդիրներ դնել գրականության առաջ։ Այստեղ ծանոթանում է բանաստեղծ Հրանտ Նազարյանցի։ 1913 թվականին Կոստանձ Զարյանը բանաստեղծ Հրանտ Նազարյանցի հետ միասին գրում եւ հրատարակում է գրական մի ուղերձ «Խենթերի կամքը» խորագրով, ուղղված երիտասարդ գրողներին։ Իր շուրջը հավաքելով տաղանդավոր մարդկանց ձեռնարկում է գրական նոր ամսագիր հրատարակելու գործը։ 1914 թվականի հունվարին լույս է տեսնում Մեհեան ամսագրի առաջին համարը։ Ամսագրի գրական հանգանակը ստորագրում են Դանիել Վարուժանը, Կոստանձ Զարյանը, Հակոբ Քյուֆեճյանը, ապագայում Հակոբ Օշական, Գեղամ Բարսեղյանը եւ բանաստեղծ Ահարոնը։ Առաջին իսկ համարով Մեհեանը դառնում է երևույթ։ Իրենք արդեն պատրաստել էին ամսագիրը։ Հավատո հանգանակը նախ ազատամարտ թերթում են տպագրում եւ հունվարին արդեն լույս է տեսնում Մեհեան հանդեսի առաջին համարը, որի շուրջը համախմբվում են երիտասարդ գրողներ։ Աշխատակցում են իհարկե Դանիել Վարուժանը, այստեղ տպվել է նրա երկու հայտնի բանաստեղծությունը, մեկը կոչվում է Բարդիներ, մյուսը ապագայում տեղ կգտնի Հացին երգը նշանավոր ժողովածուում հունց կժողվեմ սկսվածքով բանաստեղծություններ։ Ահա Բելգիայի իրականությունը այսպես է փոխում նրան մղում է դեպի հայությունը, նրան մղում է դեպի իր արմատները։ 20-ական թվականների մի գրություն ունի, որի խորագիրն է «Ծառը իր արմատն է փնտրում»։ Դժբախտաբար վերահաս համաշխարհային պատերազմն ավերում է ամեն ինչ։ Լույս է տեսնում Մեհեանի միայն 7 համար։ Եվ ամսագիրը դադարում է այլևս գոյություն ունենալուց։ Օգոստոսին Թուրքիան մտնում է պատերազմի մեջ եւ խիստ օրենք է հրատարակում, որևէ մեկը տեղաշարժվելու իրավունք չունի։ Եվ բոլորը հասկանում են, որ հայերի համար սկսվում են ծանր ողբերգական ուղղակի սահմռկեցուցիչ ժամանակներ։ Կոստանձ Զարյանը ժամանակին ճիշտ հասկանում է, որ պետք է երկրից հեռանալ։